հայրաքելակասում եկեղեցու դեմ, հիմա այստեղ մենք մեր ոչր ենք ասում, մեր բողոքի ձայն ենք բարձրացնում և միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա այս ամեն ինչի վերաբերյալ։ Սիրելի հայրենակիցներ, անչափ կարևոր է հիշել բոլոր այն մարդկանց, որոնք որ հիմա ապօրինաբար պահվում են անազատության մեջ։ Դրանք լրագրողներ են, ընտրված համայնքապետեր են, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, երկու քաղաքապետեր, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, բոլոր են մարդիկ, որոնք նույն նաև 60-ից ավել խաբարտարկյալներ կան, կներեք, որ բոլորի անունները չեն կարող հնչեցնել, բայց այս իրավիճակը չի կարող հանդուրժելի լինել և մեր կոչն է, որպեսզի երկակի ստանդարտներով չառաջնորդվեն, հստակ գնահատական տան այն իրավիճակին, որ տիրում է Հայաստանում, աչք չփակել, խուլ համը չձևանալ և դրանով իսկ չխրախուսել ես իշխանություններին, որ էլ ավելի ռեպրեսիվ համակարգը շարունակի օգտագործել։ Նաև ուզում եմ երկու խոսք ասել Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության և պատանդարնված անձանց մասին։ Չի կարող մի մրցանակ շնորհել մի բռնապետի, որ ծերության մեջ է պահում մեր հայրենակիցներին տևական ժամանակ, հոշտանքելով, տոտալ իրենց իրավունքները խախտելով և պատանդի կարգավիճակով պահելով բանտում, Բաքվի բանտում։ Եվ ուզում եմ վերջում մեկ անգամ ևս կոչ անել բոլոր այն կազմակերպություններին, պատկան մարմիններին, որոնք որ հիմա տարբեր երկրներում աչք են փակում Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, անհապաղ միջոցներ ձեռնարկել օր առաջ, ժամ առաջ, թե Հայաստանի բանտերում, թե Բաքվի բանտերում պահվող հայերին ազատ արձակելու վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Freedom! 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 Այժմ խոսքը տրամադրում եմ Տեր Բարևին։ Ողջունում ենք բոլորին։ Շատ են ասում, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ ժողովրդին մոլորեցնելով։ Մենք միշտ ասել ենք ու ասում ենք, որ հայ առաքելական եկեղեցի չի զբաղվում քաղաքականությամբ, բայց հայ առաքելական եկեղեցին չի կարող ձայն չբարձրացնել, երբ որ տեսնում է անօրենություն է կատարվում։ Այսօր թե Բաքվում, թե Հայաստանում շատերը առանց որևէ հիմքի զրկված են իրենց ընտանիքներից, իրենց գործից, իրենց ծառայությունից և որով կարող են մեզ բոլորիս օգուտ տալ։ Այսօր հայոց պատմության մեջ աննախադեպ մի իրավիճակ է, երբ որ բանտերում են մեր եկեղեցու 4 սրբազան հայրեր, որոնք այն մարդիկ են, ովքեր ամեն օր ավուր իրականում բարեկարգում, բարեփոխում ու զարգացնում են հայ մարդու թե հոգևոր, թե մտավոր և թե հասարակական առողջ կյանքը։ Դրա համար մենք այսօր այստեղ ենք միասին, իբրև Աստծո զավակներ, իբրև եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, մեր ձայնը բարձրացնելու, որպեսզի մարդիկ տանը լինեն, որտեղ որ պիտի լինեն, որպեսզի մարդիկ իրենց ծառայությանը լինեն, որպեսզի մարդիկ կարողանան, թե մեր սրբազան հայրերը, և թե բոլոր մեր եղբայրներն ու քույրերը, ովքեր անիրավաբար անազատության մեջ են գտնվում, կարողանան հենց մեզ օգուտ տալ։ Սրանով մենք ինքներս մեզ ենք վնասում, իրենց չենք վնասում։ Մեր սրբազանները բանտում աղոթք են անում ամեն օր մեզ համար,
բայց երբ որ իրենք անազատության մեջ են, մենք ենք վնասվում, իրենց զավակներն են վնասվում եւ ես վստահորեն եմ ասում, ողջ հայ ժողովուրդն է վնասվում եւ դա օգուտ չէ բոլորիս։ Ուրեմն մենք պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնել եւ իրոք մարդու հիմնարար այն իրավունքը, որ կոչվում է ազատություն, խնդրենք եւ պահանջենք, որպեսզի վերականգնվի։ Շնորհակալություն։ Ազատություն! 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 Այժմ խոսքը տրամադրում եմ հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանին։ Սիրելի հայրենակիցներ, հենց այս պահին ահա այս շենքում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն է, 47 երկրի օմբուդսմենը։ Ես բայց հարց ունեմ հանձնակատարին, այստեղ գալուց առաջ ինքը այցելել է արդյոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ, այցելել է արդյոք 4 սրբազանների, այցելել է արդյոք անվասայլակով դատարանի դահլիճ բերված Նարեկ Սամսոնյանին, ով արդեն 2 ամսից ավել է Վազգեն Սահակյանի հետ կալանքի տակ է բառի խոսքի համար, այցելել է Սիսական ջոկատի հրամանատարին, այցելել է Խաչիկ Գալստյանին, առանց իրեն հարցնելու կարող եմ պատասխանել ոչ, չի այցելել, այսօր 3:30 այցելելու է դատարան 18 արդարների Բագրատ Սրբազանի և մյուսների դատին, առանց իրեն հարցնելու կարող եմ պատասխանել ոչ, որովհետև են խայտառակ բանաձևը, որ 1 շաբաթ առաջ ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որտեղ 1 բառ անգամ չկար քաղաքական կալանավորների մասին, քաղաքական բանտարկյալների մասին, այն դեպքում, երբ որ ես ինքս 12 թվականին այդ նույն դահլիճում կողմ եմ քվեարկել այն 5 դրույթներին, որոնցով այսօր տասնյակ քաղաքացիներ Հայաստանում քաղաքական հետապնդյալներ են։ Այցելել է արդյոք քրեակատարողական հիմնարկներ տեսնելու ինչ պայմաններում են պահվում առողջական լրջագույն խնդիրներ ունեցող 2 թեմի առաջնորդ սրբազանները ոչ, հիշեցնեմ, երբ որ գալիս էին այստեղ այդ կառույցի ներկայացուցիչները, նույն պրեսկոտները, նույն համարբերգները ինձ հետ միասին քրեակատարողական հիմնարկներում անգամ կաթսաների կափարիչներն էին բացում, որ տենային դատապարտյալների կարագի դոզան ապահովում է թե չէ։ Նախորդին թերթում էի Էփշտայնի ցուցակը, բնականաբար ոչ 3 միլիոն էջը, եւ զարմանալիորեն այնտեղ հանդիպեցի այն կառույցների առաջի դեմքերին, օրինակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, ինձ համար Եվրոյի ձյան հանդիսացող Թյորբորն Յագլանդի անունը, ով Հայաստան եւ Ադրբեջան այցելելուց հետո նամակ ա գրել Էփշտայնի եւ գնացել է նրա պեդոֆիլիայի եւ պղծության կղզին։ Բա դրա մասին խոսեք։ Նայում ենք անուններ, նայում ենք մարդկանց, որոնց մենք համարել ենք իրապես եվրոպական արժեքների, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպաններ, եւ հետո տեսնում ենք, որ այդ մարդիկ օրինակ մանկապղծության եւ պեդոֆիլիայի, պորնոգրաֆիայի եւ պղծության կղզիներում շաբաշներ են արել։ Ես չեմ ուզում, որ Եվրոպան լինի այդպիսի։ Ես չեմ ուզում, որ տարածաշրջանում Ռուսաստանի հետ իրանց մարդաբոյը, իրանց բայի պես բրավիլը լուծեն Հայաստանում աչք փակելով մարդու իրավունքների կոպտագույն խախտման, աչք փակելով ժողովրդավարության ոտնահարման վրա։ Այդպես չպիտի լինի, որովհետև այդ կառույցների հիմնարար արժեքը հենց մարդու իրավունքն է, ոչ թե մարդու չիրավունքը, եւ ես չեմ ուզում, որ իրենց աշխարհաքաղաքական շահերում Հայաստանը որպես տիրամիսյու դնեն աշխարհաքաղաքական
Սևանին, այո, եւ ահա ժամանեց, հենց հիմա ժամանեց մարդու իրավունքների պաշտպանը եւ մենք բոլորս հիմա միասին freedom, ազատություն, բոլոր freedom, 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 ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին մի լռեք, որովհետեւ ձեր լռությամբ դուք ապականում եք այն կառույցները, որին մենք հավատացել ենք։ Շնորհակալ եմ։ Freedom! 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 Սիրելի հայրենակիցներ, մենք տեսանք, որ այսօր քիչ առաջ ավելի ճիշտ կլինի ասել ժամանեց արդեն օմբուդսմենը, կարծում եմ, որ այն ակցիա, որ մենք իրականացնում ենք, տեղ կհասնի եւ իրենք հստակ կիմանան, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Հայաստանը դա հայկական ժամանակ օրակարգը չի։ Հայաստանը դա մհմեկի Հայաստանը չի։ Հայաստանը դա այն պրոիշխանական պրոքսիները չեն, այն fake բլոգերները չեն, որոնք որ ներկայացնում են Հայաստանում կեղծ ժողովրդավարություն։ Ժողովրդավարությունը իրականում պետք է հաստատի Հայաստանում, բայց այս իշխանությունները դրա գլխավոր հականիշն են։ Freedom! 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 Սիրելի հայրենակիցներ, կարծում եմ մեր ակցիան կարելի է համարել հաջողված, մենք այժմ շարունակում ենք մեր ակցիան, ևս մեկ անգամ նրանց, ովքեր որ մեզ նոր են միացել, հիշեցնեմ, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների օմբուդսմենը միացել է ազգային ժողովի քննարկումներին, այս պահին նա գտնվում է ազգային ժողովում։ Այժմ խոսքը տրամադրում եմ Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիկ Դանիելյանին։ Սիրելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ, այսօր այստեղ ենք ի աջակցություն Հայաստանում քաղաքական բանտարկյալների եւ Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության։ Այստեղ ենք ասելու, որ եվրոպական տարբեր կառույցներ լռության ուխտ են վերցրել, որ չարձանագրեն այն բայրակությունները եւ այն գործողությունները, որոնք ընդհանրապես կապ չունեն մարդու իրավունքների հետ։ Հայաստանում խոշտանգվում են մարդու իրավունքները, Հայաստանում չկա խոսքի ազատություն եւ այս ընթացքը որևէ կապ չունի ժողովրդավարական արժեքների հետ։ Արդարադատության պատասխանատուները ասում են, որ չկա օգտագործված քաղբանդարկյալ եզրույթը տարբեր միջազգային զեկույցներում, բայց դա կամ անտեղյակություն է, կամ միտումնավոր հանրության հայացքը շեղող մանիպուլյացիա։ Տասնյակ դեպքերում, Արմեն Աշոտյանի դեպքում, Նարեկի Սամսոնյան եւ Վազգեն Սաղաթելյանի դեպքում, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հարձակումների դեպքում կան հստակ արձանագրումներ եվրոպական տարբեր կառույցների կողմից, որ այո Հայաստանում գործողությունները իրականացվում են քաղաքական հետապնդումների ներքո։ Քաղաքական հետապնդումները ենթադրում են այն գործողությունները, որոնք տեսնում եք այսօր։ Այսօր տասնյակ են մարդկանց նկարները, ում աջակցության համար մենք այստեղ ենք։ Շատ շնորհակալ ենք, որ Եվրոպայում տեղադրել եք հայոց այբուբենը, բայց այստեղ ենք նաև հիշեցնելու ձեզ, սիրելի գործընկերներ, որ այդ այբուբենի պահապանները, մեր տարերը, մեր խոսքը սերնդեսերունդ փոխանցողը եղել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու մեր հայրերը, հայ առաքելական եկեղեցին է այսօր հասցրել մեր այբուբենը այստեղ, որ դուք տեղադրել եք Եվրոպայում, բայց չեք խոսում այն բանի մասին, որ այսօր սրբազանները քաղբանդարկյալ են, քաղաքական հետապնդումների են ենթարկվում տասնյակ եկեղեցականներ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեությամբ զբաղվելը վտանգավոր է այն պատճառով, որ կարող ես հստակ խոսքի համար, բացառապես խոսքի համար դատապարտվել եւ դառնալ կալանավոր։ Կալանքը Հայաստանում օգտագործվում է որպես պատժի միջոց եւ այդ պատժի միջոցին այս տասնյակ մեր հայրենակիցները ենթարկվել են։
ենթարկվել է պատժի միջոցի նաև իմպիչմենտի վարչապետի տեխնացու Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բարերար Սամվել Կարապետյանը, սրբազանները, տասնյակ քաղաքական բանտարկյալներ, Արթուր Սարգսյանը, այստեղ ենք ի աջակցություն եւ այստեղ ենք ասելու, որ լավագույն գնահատականը քաղաքական բանտարկյալների գոյության դա հայ ժողովրդի խոսքն է եւ այս խոսքը ասում է հայ ժողովուրդը, որովհետեւ Հայաստանում խոսքի համար, բառի համար կանոնավորվում են մարդիկ։ Ազատություն! 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 Freedom! 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 Հայրենակիցներ, այժմ խոսքը փոխանցում եմ Հայ դատի ներկայացուցիչ Ղուկասյան, Գեորգ Ղուկասյանին։ Սիրելի հայրենակիցներ, ինչի համար ենք մենք այսօր այստեղ։ Մենք այսօր այստեղ ենք, որ արդարության մեր ձայնը բարձրացնենք։ Մենք այսօր այստեղ չենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների նման եվրոպական կառույցներից քաղաքական զորացություն ակնկալելու համար։ Մենք այստեղ չենք Հայաստանի ներքաղաքական գործընթացներին միջամտություն ակնկալելու համար։ Առհասարակ Հայաստանում ընդդիմությունը որևէ կենտրոնից ներքաղաքական միջամտություն չի ակնկալում։ 2001 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհուրդը սահմանել են 4 չափորոշիչներ, որոնցով պետք է գնահատվի անձը արդյոք քաղաքական բանտարկյալ է, թե ոչ։ Բոլոր մեր ընկերների նկարները, որոնք այսօր այստեղ պահված են, նրանք բոլորը բավարարում են այդ 4 չափորոշիչներին։ Մենք Հայաստանում այսօր ունենք աննախադեպ թվող բանտարկյալներ, եւ մեր ակնկալիքն է, որ մեր եվրոպացի գործընկերները եւ առաջին հերթին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հասնակատարը, որը ի պաշտոն է պարտավոր է խոսել այս մասին, տալ քաղաքական գնահատական Հայաստանի իշխանություններից պահանջել վերջ տալ դատական համակարգի քաղաքականացմանը, վերադառնալ օրենքի գերակայության տիրույթ։ Եվրոպական կառույցները չպետք է թույլ տան, որ Հայաստանի իշխանությունները օգտագործեն այդ միջպետական հարաբերությունները այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Մենք իբրև ժողովուրդ, իբրև հասարակություն հավատացել ենք եվրոպական արժեքներին, որովհետև այդ արժեքները հիմնված են եղել իրավական հենքի վրա։ Մենք չենք հավատացել այդ արժեքներին, մենք չենք գնացել այդ արժեքների հետևից, մենք եվրոպական ինտեգրացիայի չենք գնացել աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Այդ արժեքների հետևից գնացել ենք Հայաստանում ժողովրդավարություն ամրապնդելու համար, Հայաստանում օրենքի գերակայություն ամրապնդելու համար։ Եվ այսօր մեր եվրոպացի գործընկերներից մեր ակնկալիքը հետևյալն է, որ Հայաստանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների վրա աչք չփակեն աշխարհաքաղաքական նպատակահարմարությամբ ելնելով։ Այնպես ինչպես մենք եվրոպական արժեքների հետևից գնացել ենք առանց աշխարհաքաղաքական նպատակահարմարության։ Եվ մեր այսօր մեր պահանջը շատ հստակ է, խոսել արդարության մասին, չթաքցնել իրականությունը, թույլ չտալ, որ Հայաստանի իշխանությունները օգտագործեն եվրոպական կառույցների հետ կրկնում միջպետական հարաբերությունները այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Եվ նաև վերջին իրադարձությունները, որոնք տեղ են գտել Եվրոպայում, եւ հատկապես Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից 3 ընդունված բանաձև է, որտեղ հստակ խոսք կա հայ գերիների մասին, արցախայության վերադարձի իրավունքի մասին, հույս է ներշրջում, որ համապատասխան աշխատանքի հետևողականության դեպքում մենք կարող ենք եվրոպացի մեր գործընկերներից կամ նրանցից ոմանց բերել այն դաշտը, որ նրանք խոսեն իրավունքից, խոսեն արդարությունից, խոսեն իրավունքի գերակայությունից եւ այն բոլոր խնդիրներից, որոնք տեղավորվում են եվրոպական արժեքների համատեքստում։ Այսօր մեր պահանջը շատ հստակ է. խոսեք արդարությունից առանց քաղաքական նպատակահարմարության եւ ազատություն մեր բոլոր քաղաքապետարներին։ Այժմ խոսքը գրանցում է Անտիպեքի ներկայացուցիչ Դավիթ Վիդանյանին։
Շնորհակալություն։ Այսօր ինչպես նշվեց մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի մեր բողոքի ձայնը արտահայտենք միջազգային պատվիրակության այցի համատեքստում, որտեղ մենք բոլորս գիտենք, որ արևմտյան կառույցները, որոնք կոչված են պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները, դեմոկրատական ողջ արժեհամակարգը, ըստ էության իրենք այսօր շեղվել են այդ ուղուց եւ այսօր արևմտյան միջազգային կառույցները հանցավոր լռություն են դրսևորում Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանական ռեժիմի օրոք իրականացվող քաղաքական բռնաճնշումների համատեքստում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ։ Հայաստանի Հանրապետությունում կանոնավորված են 9-ի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ, Նահեկ Սամսոնյանը, Վազգեն Սահաթելյանը, ընդամենը այն բանի համար, որ պատասխանել են ազգային ժողովի նախագահի պաշտոն զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կանոնավորված են սրբազաններ, կանոնավորված են համայնքապետեր, կանոնավորված են տասնյակ քաղաքական բանտարկյալներ ընդհանրապես այն բանի համար, որ արտահայտել են իրենց ընդդիմադիր դիրքորոշումը գործող ռեժիմի նկատմամբ։ Իսկ գալով 9-ի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նահեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի կանոնավորմանը, պետք է նշել, որ սա Փաշինյանական ռեժիմի օրոք անխայտառակ բռնաճնշումներից մեկն է, որովհետեւ թիրախավորվեցին ոչ միայն ոդքասթի համահեղինակներ Նահեկ Սամսոնյանը, Վազգեն Սահաթելյանը, ոչ միայն անտիֆեյքի խմբագրությունը, այլև ըստ էության այդ բռնաճնշման համատեքստում թիրախավորվում է ողջ ընդդիմադիր մեդիա դաշտը։ Այդ բռնաճնշման համատեքստում թիրախավորվում է ազատ մեդիան, Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը։ Եվ մենք, ինչպես բազմաթիվ անգամ նշել ենք, այս անգամ եւս նշում ենք, մենք չենք դադարելու լռել եւ շարունակելու ենք բարձրաձայնել Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանական վարչախմբի օրոք տեղի ունեցող քաղաքական դասական բռնաճնշումների համատեքստում։ Մենք շարունակելու ենք պայքարը այս ռեժիմի դեմ, մենք շարունակելու ենք պայքարը Հայաստանում ազատ խոսքի վերականգնման, Հայաստանում ժողովրդավարական արժեքների պաշտպանության եւ Հայաստանում տեղնոցող բռնաճնշումների դեմ։ Ազատություն, 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 ազատություն Նարեկին, Վազգենին, ազատություն բոլոր կալանավորված սրբազաններին, կալանավորված ընդդիմադիր համայնքապետերին, ազատություն Բաքվում մեր պատանդարված քաղաքացիներին, ազատություն, 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 շնորհակալություն։ Այժմ խոսքը տրամադրում եմ հայ հեղափոխական դաշնակցության Նիկոլ Աղբանյան ուսանողական միության անդամ Միրոս Ալեքսյանին։ Dear colleagues, the Council of Europe has played an undeniable and important role in the continuous development of the Republic of Armenia for decades. Armenia Council of Europe relations have significantly contributed to the promotion of democracy, the rule of law, and good governance in the country. Unfortunately, Armenia is now facing both external and internal challenges. Azerbaijan continues to occupy sovereign Armenian territory. Armenian hostages are being held in Baku, subjected to sham trials and torture, while Azerbaijan denies the right of return of the indigenous Armenians of Nagorno-Karabakh. Official Baku also continues to promote the so-called Western Azerbaijan narrative, which constitutes a clear territorial claim against Armenia. Inside Armenia,
we are witnessing a serious backsliding of democracy and the rule of law. The government has effectively weaponized the judiciary, using it as a tool of punishment against the political oppositions. As a result of government-led persecutions, dozens of politicians have been persecuted and detained on fabricated charges. Today in Armenia, philanthropists are being targeted, political figures are being persecuted, and opposition mayors are being repressed. Regrettably, these persecutions have not spared the Armenian Holy Church. Bishops are being targeted, and the normal life of the church is being disrupted by actions initiated by the Prime Minister of Armenia. In this situation, the ruling party attempts to present an illusion of European loyalty in order to justify its actions. However, Armenia's relationships with European institutions should stand above the interests of the current government. This path cannot continue. We expect a clear European response to the violations committed by the Armenian authorities. In this context, Mr. O'Flaherty, your visit and your assessments are of particular importance. We sincerely hope that this time we will hear not one-sided diplomatic language, but a clear message urging the Armenian government to stop human rights violations and restore political freedoms in Armenia. Freedom to all hostages that are held in Azerbaijan. Freedom to all political prisoners that are in Armenia. Freedom! Freedom! Freedom!